դեպքի հետ կապված ինքս էլ համացանցից եմ տեղեկացել, նշված վարույթով չեմ հանդիսանում անտիպաշտպանը։ Միայն տեսա, որ առավոտ օրացույց հրապարակում արել ըստ էության կառավարության ղեկավարի Նիկոլ Փաշինյանի լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, երբ որ լրագրողները հարցեր էին տվել վերջինիս գրքի վերաբերյալ, այլ գրքից մեջբերումներ էին արել, քաղաքացիներից մեկը առավոտ օրացույցի այդ մեկնաբանությունների բաժնում, եթե չեմ սխալվում, Տիկին Ջեբեջյանի հարցադրման ժամանակահատվածում մեկնաբանություն էր թողել, համաձայն որի այդ գրառման մեջ մեջբերում էր կատարել այն մասին, որ այդ գրքով Քեզ այնքան պետք է, եթե չեմ ճիշտ եմ այս բային մտաբերում, հարվածեն ու տփեն, որ խելքի գա, եթե ճիշտ եմ մտաբերում այս բային կոնկրետ, եւ էջումը այդ մեկնաբանությունը հատվածը դրել, միայն այդ հարցի հետ կապված քննչական կոմիտեն վարույթ էր նախաձեռնել ըստ էության քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածով բռնություն գործադրելու հրապարակային կոչերը բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե մենք ուսումնասիրում ենք այս հոդվածի ցանցակազմի հատկանիշներից եւ ոչ մեկը քաղաքացու կողմից արված մեկնաբանությանը համապատասխան չէ։ Այսինքն սա ոչ այլ ինչ է, քան հերթական իրավապահ մարմինների միջոցով հասարակության անդամների խոսքի ազատությունը սահմանափակելու եւ հասարակության վրա ներառնելու միջոց։ Դա բացառապես մարդու միքսն է եղել, այն ակնհայտորեն չի պարունակել որևէ կոչ, ակնհայտորեն չի եղել որևէ արդարացում, որևէ բռնության հետ կապված եւ չի եղել քարոզ։ Հետեւաբար հարցը առաջանում, թե ինչ հանցակազմի որ հատկանիշից ելնելով է այդ վարույթը նախաձեռնվել, որով էլ հետագայում անձը պետք է դառնա մեղադրյալ։ Դրա մասին է խոսքը եղել։ Տեսեք, խոսքի ազատության տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության սահմանափակումները տեղի են ունենում, երբ որ դա իշխանական որևէ պաշտոնյայի վերաբերյալ որևէ անցանկալի գրառում է իրականացում։ Եթե մենք դիտարկում ենք նույն մեկնաբանությունները հրապարակում գրառումները ստատական միջոցներով հայտարարությունները, որոնք իրականացվում են արդեն ոչ իշխանական անդիմադիր հատվածի նկատմամբ, դրանք երբևէ որևէ իրավական գնահատականի չեն արժանանում եւ մենք այս դեպքում ունենում ենք մի իրավիճակ, երբ որ խոսքի ազատամոնապակում փաստացի տեղի ունենում բացառապես երբ որ իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ անցանկալի գրառումներ կամ հայտարարություններ են իրականացում անդիմադիր գործերի հետ կապված մենք որևէ խնդիր չենք ունենում այս առումով եւ որևէ անձի իրավունք չի սահմանափակվում, անգամ եթե դրանք իրականում բռնության կոչեր են լինում եւ եթե դրանք կոնկրետ հանցակազմի հատկանիշներ են առնապում, այդ բային մտաբերեցի քաղաքացու մեկնաբանությունը հետեւյալի մասին էր, որ քեզ քո գրած գրքով այնքան պետք է տփեն, որ դու մեռնես։ Այստեղ որն է եղել կոչը, կոչ անել նշանակում է հասարակության հատվածի կամ որևէ խմբի կամ որևէ ինչ որ գործողության մղել կոչ անելու միջոցով։ Մենք չունենք այդ հանցակազմի հատկանիշը, բռնություն արդարացում միանշանակ չունենք, այստեղ հստակ միտքը անձը արտահայտել է եւ բնականաբար չունենք նաեւ քարոզի նպատակը որևէ ձևով որևէ խմբի կամ որևէ անհատի վրա ներազդելու միջոց է։ Դա ընդհանրապես մարդու միտքն է եղել, մարդու եթե նույնիսկ վերանանք այդ հանցակազմի հատկանիշները, նույնիսկ կարող ենք ասել ցանկությունը որևէ իրական ձևով, որևէ դիտավորյալ այս գործողություններ իրականացնելու, այսինքն Փաշինյանին գրքով այնքան հարվածելու, որ Փաշինյանը մահանա, մենք չենք ունեցել այդ խնդիրը։ Ու խոսքի ազատության սահմանափակումների տեսանկյունից մենք բազմաթիվ համանման գործեր ունենք, ես ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որոնք որ չեն լուսաբանվում, չեն հրապարակվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սովորաբար շատ ավելի հանրային հնչեղություն ունեցող գործեր, այսինքն այն շրջանակի անձանց վերաբերյալ գործերն են լուսաբանվում, որոնք որ հանրային են հասարակության համար, այսինքն այդ մարդիկ էլ արդեն իսկ որոշակի ճանաչում ունեն հասարակության համար։ Շարքային քաղաքացիների մեծ մասը, որոնք իրենց գրառումների համար հրավիրվում են ոստիկանության բաժիններ, ինքնական բաժիններ, շատ հաճախ այդ մասին նույնիսկ փաստաբանական հանրությունը չի իմանում եւ հնարավոր չի լինում դրանք բարձրաձայնել։ Եթե մենք ուսումնասիրում ենք դատալեքս տեղեկատվական համակարգը, մենք տեսնում ենք, որ բազմաթիվ քրեական կան հարուցված, հատկապես 2022, 23, 24 թվականներին այդ հոդվածի շրջանակներում, որոնք բացառապես մտքեր են եղել եւ որևէ իրական սպառնալիքի, իրական բռնության կոչերի հետ որևէ առնչություն չունեն։ Հենց այդ իրավահարաբերության կոնտեքստում, եթե մենք տեսնում ենք քաղաքացի իրավապահ մարմին փոխհարաբերությունը, մենք տեսնում ենք, որ իշխանության ձեռքում իրավապահ մարմինները պարզապես լծակ են դարձել ցանկացած ձևով
միջամտելու անձանց խոսքի ազատության պահպանելիս որևիցե այլ դիտարկում չեմ կարող իրականացնել հաշվի առնելով ներկայիս գործընթացները, եթե օրենքի միատեսակ կիրառություն ապահովվել համահավասար եւ ընդդիմադիր գործիչների եւ իշխանական գործիչների նկատմամբ եւ որոշակի այլ կարծիքը կազմեի կատարվող գործընթացների նկատմամբ եւ կընդունեի այն մոտեցումը, որ առհասարակորեն դրական դաշտը ձևավորվում է այնպես կամ երկրում այս հանցագործության նկատմամբ ենթադրաբար հանցագործության նկատմամբ հետեւյալ քաղաքականությունն է իրականացում, սակայն հաշվի առնելով այս հանգամանքը, որ հատկապես եթե մենք ուսումնասիրում ենք գործերը, մենք տեսնում ենք, որ 90-99% դեպքերում դա բացառապես Փաշինյանի վերաբերյալ արված գրառումներն են եւ շատ հաճախ իշխանական այլ գործիչների նկատմամբ համանման գրառումները, եթե ուսումնասիրեք տեսնեք, դրանք որևէ ընթաց չեն ստանում, այլ բացառապես Փաշինյանի անդր պայմանավորված է։ Այս կոնտեքստում սա ակնհայտորեն քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդում է, որն էլ իրականացվում է, որպեսզի ճնշվի նրանց խոսքի ազատությունը, իսկ հասարակության առհասարակ լայն զանգվածների նկատմամբ հոգեբանական ճնշման դրվեց մեթոդը։